որ մեր գինին պետք է ունենար պատմական անուն, մենք որոշեցինք, որ անունը պետք է դնենք Վին։ Մեր գինին կարմիր գույնի է ու պատրաստվել է Արենի տարածաշրջանի մեր քաղաքեղն է Արենի տարածաշրջանի ընկից և Արենի խաղողից։ Բերքահավաքը տեղի ունեցել 2020 թվականի բերքահավաքի ժամանակ, իսկ շշալցվել է 2024 թվականին։ Ունեցվել է դատարկ մեջ, գինին առանձնապես քաղցր է, բայց մենք արտադրում ենք դարը և տարբեր ցանկությամբ։ Հիմնականում արտադրում ենք ավելի շատ քաղցր, քան Մեր գինին ստեղծվել է 2016 թվականին, այն ստեղծվել է Նարեկի խաղում։ Խաղում ունի քենդրոնեքային հան և բավականին քաղցր։ Շշացրել ենք այն 2018 թվականին։ Գինու գույնը սպիտակ է և այն ունի թեթև դեղեր։ Այն շատ յուրահատուկ է, ունի բավականին ներդրումի խամ։ Բարձր էլի։ Այն համբերսել Հա Այն համբերսելիս ունես քեզ քաղցր խաղողի աշխարհը, շատ մուտքն և քաղցր։ Մեր գինը անվանում է խորհրդանշվել դրդություն և հանդիսություն։ Այն խորհրդանշվել է դրդություն և հանդիսություն։ Այն ստեղծվել է Նազերի խաղում, սպիտակ գինի է կազմված։ Հա, ունեք։ Բանը մեղրային համը, ու երամյոտ։ Չգիտեմ, mən նկարել Են բանա, հա, փեթակի այդ։ Մենք մեր գինի անունը դրել ենք Կարմիր թագ։ Ինչ։ Կարմիր թագ։ Կարմիր թագ։ որովհետև բանը շշալցումը բերքահավաքը եղել է հունիսի 27-ին 2018 թվականին, որովհետև մենք որոշել ենք այդքան շուտ անենք բերքահավաքը, որովհետև եթե բան անենք, ուշ անենք, գինի խաղողը իր համը լավ չի տա և բան կանի։ Շատ ահավոր քաղցր կլինի, դրա համար մենք ասացինք շուտ անենք, իսկ շշալցումը եղել է հոկտեմբերի 27-ին 25 թվականին և խաղողն է բերել ենք Վրաստանից։ Գինին մենք